Սահմանը դեռ փակ է, բայց պատրաստ է բացվել։ Մարգարայի անցակետում արդեն ամեն ինչ պատրաստ է՝ ճանապարհը, շենքերը, ենթակառուցվածքները։ Պաշտոնյաները տեղում են եղել, աշխատանքներն ավարտված են։ Բացակայում է միայն մեկ բան՝ Թուրքիայի քաղաքական որոշումը։ Կընկվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համապատասխան պայմանագիրը, կբարելավի կամ կհասնի վերջնական, այսպես ասած, կետին Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այսինքն միևնույնն է, մենք ինչքան էլ սահմանը բերենք աշխատանքային վիճակի, Թուրքիան տարբեր շարժառիթներով, ոչ ուղիղ ձևով ձգձգելու է բացումը։ 2022-ին Վիեննայում Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվեցին ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Դրանից հետո սկսվեցին անցակետերի վերականգնման աշխատանքները՝ Թուրքիան Ալիջանում, Հայաստանը Մարգարայում։ Թեև աշխատանքներն արդեն վերջնական փուլում են, կողմերը որևէ ակնարկ չեն անում սահմանը բացելու հստակ ժամկետի մասին։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ։ Քաղաքական վերլուծաբանի կարծիքով անցակետը հավանաբար մոտակա ամիսներին կբացվի։ Նա հիշեցնում է Թուրքիայի արտաքին քաղաքական հայտարարությունները եւ նշում, որ այս հարցը կարող է ունենալ նաեւ քաղաքական ենթատեքստ։ Դա մեծ հավանականությամբ տեղի կունենա տարվա առաջին ժամանակահատվածում եւ այս տեսանկյունից ընդհանուր պայմանները թերևս որոշակիորեն բավարարված են, դա Հայաստանի լոյալ քաղաքականությունն է Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ քաշած պայմանների նկատմամբ։ Սակայն նույնիսկ եթե Մարգարա-Ալիջան անցակետը բացվի, այն գործելու է միայն երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այս դեպքում շահողը միայն մեր արևելյան հարևանն է, ասում է թուրքագետը։ Եթե երրորդ երկրների քաղաքացիների համար են բացում, դա բացել չի։ Փաստացի դա Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար փակ է։ Եթե փակ է, ուրեմն փակ է սահմանը։ Եթե Հայաստանի քաղաքացին չի կարող գնալ Թուրքիա, Թուրքիայի քաղաքացին չի կարող գալ Հայաստան, նշանակում է սահմանը փակ է։ Ում համար է բաց ադրբեջանցու երրորդ կողմը։ Դա մեզ ինչ։ Մարգարայի անցակետի վերանորոգման համար կառավարությունը ծախսել է մոտ 1 միլիարդ դրամ։ 1993-ից հետո այն առաջին անգամ բացվել էր միայն 2023-ին Սիրիայի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով, իսկ հնարավոր վերջնական բացման ժամկետների, ակնկալվող օգուտների ու ռիսկերի մասին պաշտոնական կողմը դեռ լռում է։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։